Բարև ձեզ, հանրահավաքին եք եկել մասնակցելու։ Բարև ձեզ, հանրահավաքին եք մասնակցելու։ Այո։ Ինչու եք աջակցում պարոն Ծառուկյանին, որ ծրագրի համար։ Ես ընդհանրապես ընդդիմությանը աջակցում եմ։ Բայց կոնկրետ ԲՀԿ-ի որ ծրագիրն է ձեզ համար գրավիչ։ Այդ մանրամասները չեմ կարող ասել, բայց ամենայն դեպս համոզված եմ, որ շատ ավելի լավ կլինի, քան ներկա իշխանությունները։ Անվտանգայինն է, հա, կարևոր թեմա։ Անվտանգայինը առաջնահերթ ազգային է։ Ինչ է առաջարկում պարոն Ծառուկյանը անվտանգության հետ կապված։ Ամենայն դեպս ավելի լավ բաներ, քան ներկայիս իշխանությունը։ Հա, լավ բանի։ Բանակի հզորացում, անվտանգություն, ազգային արժեքների պահպանում։ Չգիտեմ։ Կարդացել եք ԲՀԿ ծրագիրը։ Լսել եմ, բայց չեմ կարդացել, ճիշտն ասած։ Ինչպես է կոչվում ծրագիրը։ Մի րոպե հիշեմ։ Չեմ Առաջարկ Հայաստանի, լավ մնացեք։ Բարև ձեզ, հանրահավաքին եք մասնակցում։ Բարև ձեզ։ Օդար եմ։ Օդար եմ։ Բարև ձեզ, հանրահավաքին եք մասնակցում։ Այո, Ինչու եք աջակցում պարոն Ծառուկյանին։ իսկ ով ասած աջակցում եմ, ուղղակի հանրահավաքներին ընդդիմադիր ուժերի գնում եմ ու ուզում եմ հասկանամ ում եմ ընտրելու, խոսքը չի գնում ընդհանրապես աջակցության մասին, խոսքը գնում է մասին, որ կողմնորոշվեմ ընդդիմադիր ուժերի միջև 3։ Արդեն կողմնորոշվել եք։ Ոչ, այսօր Բարգավաճինն է, իրանն եմ մասնակցում, եթե նույնիսկ կողմնորոշված լինեի չէի ասի, որտեվ դա իմ իրավունքն է չասելու։ Իհարկե։ Ամեն դեպքում ուզում եմ տեսնեմ, որտեվ թիմում մի քանի ինձ կողմից հարգված քաղաքական եւ հանրային դեմքեր կան, իրանց եմ ուզում լսեմ, իրենց համար եմ եկել, բայց ուրախ կլինեմ, որ անցնի Բարգավաճ Հայաստանը։ Բարև ձեզ, հանրահավաքին եք մասնակցում։ Մենք ճիշտ ասած պատահական ենք եկել, տեղյակ չենք, ու մնացինք, որ մասնակցենք։ Հետաքրքրված եք ԲՀԿ-ի ծրագրով։ Ո՞նց։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրով հետաքրքրված եք։ Ոչինչ։ Մի քիչ հետաքրքրված եմ, այտենց մեծ մասշտաբով չէ, բայց ինչ-որ բաներից տեղյակ եմ։ Ու դեմ չեմ։ Աջակից չէ։ Աջակից եմ, բայց դեմ էլ չեմ, այսինքն կտեսնենք ամսի 7 օրը բաց կլինի։ Շնորհակալ։ Փողային գործիքներից տիրապետում է Ուրեմն Բարգավաճ Հայաստանը առաջարկություն ունի Հայաստան Հանրապետությանը եւ այդ առաջարկների քննարկման ժամանակ ես ներկա եմ եղել եւ ես ինքս բավականին շատ առաջարկներ եմ արել, որոնք տեղ են գտել այդ ծրագրում։ Այս նպատակով ես գտնում եմ, որ խիստ ինձ համար շատ կարևոր է, թե ինչպեսի արդյունք կունենան ընտրությունները, որովհետև Բարգավաճ Հայաստանը այն ուժն է, այն կուսակցությունն է, իր բավականին հաջողված ղեկավարով պարոն Ծառուկյանով, որոնք կարողանում են ուշադիր լինել ժողովրդի ցավերին, պահանջներին եւ հենց անվանումը առաջարկ Հայաստանին դա խոսում է այն մասին, որ նրանք նկատի ունեն, թե ինչն է ժողովրդի մտահոգում։ Այս մտահոգությամբ ես այստեղ եմ եւ ողջունում եմ Բարգավաճ Հայաստանի գործունեությունը եւ համոզված եմ, որ ժողովուրդը արժանի գնահատական կտա։ Բարև ձեզ, դուք պարոն Ծառուկյան։ Բարև ձեզ, պարոն Ծառուկյանին եք աջակցում։ Այ քորա։ Այո։ Որ ծրագրի համար, որ ծրագրի որ դրույթ։ Ախպերս գնա ուրիշի մոտ էլի ես չեմ կարեմ խոսալ, ինձ մի նկար էլի։ Չեք կարդացել ծրագիրը։ Կարդացել եմ։ Որն է ձեզ դուր եկել։ Ամեն ինչ։ Անվտանգության հետ կապված ինչ է առաջարկում։ Այս չեմ հիշում ինչա, բայց ամեն ինչ է դուր եկել Ծառուկյանի 2009 թվականից մինչև հիմա։
Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Չէ, ես չեմ խոսում։ Հանրահավաքին եք, բայց մասնակից։ Չգիտեմ, ես դուրսից եմ եկել։ Կներեք հանրահավաքին եք մասնակից։ Բարև ձեզ, ծանոթ եք ծրագրին։ Բարև ձեզ, կներեք ծանոթ եք ծրագրին։ Ես խոսամ էլի։ Դուք ծանոթ եք։ Անցյալի կորուստների մեջ Բարև ձեզ, կներեք ծանոթ եք ծրագրին ԲՀԿ-ին։ Ոչ չափոր ճանոց ենք եղբայր։ Անվտանգության ոլորտում ինչ է առաջարկվում, տեղյակ Առաջարկվում ամեն ձևի լրիվ ոնց որ ասած անվտանգություն ժողովրդի համար։ Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Հանրահավաքին եք մասնակից։ Իսկ այժմ խոսքը փոխանցում եմ Բարգավաճ Հայաստան Բարև ձեզ, հանրահավաքին եք մասնակից։ Չէ՞։ Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցին Բարև ձեզ, հանրահավաքին եք մասնակից։ Լավ, ես չեմ խոսում։ Բայց իրան հարցրել։ Աչա փոփս։ Չեք աջակցում բան։ Իհարկե աջակցում ենք։ Ծանոթ եք ծրագրին, ինչ Ամեն ինչին էլ ծանոթ ենք, այո։ Անվտանգության ոլորտում ինչ է առաջարկվում։ Առաջարկում է այն, որ ունենանք ազատ, անկախ, առանց Թուրքի Հայաստան։ Ինչ է կարծում, հնարավոր կլինի, ինչպես պարոն Ծառուկյանն է առաջարկում, Չինաստանին եւ Ամերիկային բերել Հայաստանի երաշխավոր դարձնել։ Հաստատ Ծառուկյանը չի խաբելու, դա միանշանակ։ Այս երկում մի հատ խաբեբակ է, եթե ազատում ենք, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Պարզապես Չինաստանի ու Ամերիկայի մեջ խորը կոնֆլիկտ կա, դա ինչպես է հնարավոր, որ բերել մի ընդհանուր հայտարարի մի երկրի շուրջ բերել երաշխավորներ դարձնել։ Եթե հնարավոր չլներ, չէր ասի։ Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Չէ, ապա։ Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Չէ։ Հանրահավաքի մասնակից եք։ Կներեք, հանրահավաքի մասնակից եք։ Ավանց։ Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Չէ։ Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Այո, Ծանոթ եք ինչ է առաջարկում պարոն Ծառուկյանը։ իհարկե։ Հատկապես նախընտրական ծրագրից որ ոլորտի խոստումներն են ձեզ դուր եկել։ Բոլորը։ Մենակ անվտանգության ոլորտում ինչ է առաջարկվում։ Ինքն է խաղաղություն առաջարկում, ուրիշ ոչ մի բան։ Ինչպես է առաջարկում, գիտեք։ Որոշ չափ գիտեմ։ Կասեք, կկիսվեք դիտողների հետ։ Ինչ կիսվում օրինակ, Ինչ է առաջարկում, դա օրինակ ինքը դզում է, ինքը իր առաջարկությունները բոլորից դուր է գալիս, չգիտեմ։ Բարև ձեզ, ծանոթ եք Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրին։ Այո, ծանոթ եմ, դրա համար էլ եկել եմ մասնակցում եմ։ Ինչ է առաջարկում անվտանգության ոլորտում։ Ամեն ինչ լավ բան առաջարկում է։ Բովանդակային կարող եք պատասխանել։ Ինչպես։ Բովանդակային, ասեք ինչ է։ Բովանդակային չեմ պատասխանի, որովհետև դրա ժամանակը չի հիմա։ Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Հանրահավաքի մասնակից եք։ Ոչ։ Հանրահավաքի մասնակից եք։ Այո, Ծանոթ եք ծրագրին։ այո, Ինչ է առաջարկում անվտանգության ոլորտում։ անվտանգությանը սահմանի անվտանգություն, աշխատավարձների բարձրացում, թոշակների ավելացում, առողջապահությունը անվճար, ինչ եք էլ ուզում։ Չէ, կոնկրետ խաղաղության համար գիտեք ինչ է առաջարկում պարոն Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյանը խաղաղության համար ասում է ապահովենք սահմանները, ավելի լավ ապահովենք զինվորների վիճակը, որ հիմա ապահովված չի։ Շատ բաների ինչ ասեմ։ Արդացել եք ծրագիրը։ Այո, այո։ Երաշխավորված խաղաղություն է առաջարկում իրականում պարոն Ծառուկյանը։ Հնարավոր է Չինաստանին, Ամերիկային, Ռուսաստանին բերել այդ գաղափարի շուրջ, որ Հայաստանի համար անվտանգություն երաշխավորի։ Չինաստանին ոչ։ Ես միայն ճիշտն ասած Ռուսաստանի կողմն եմ, չգիտեմ,
ու ես հավատում եմ, որ այս անգամ պարոն Ծառուկյանը բոլոր իր խոստումները կկատարի։ Իսկ եթե չկատարի, հաստատ ժողովուրդը հաջորդ անգամ ոչ կմասնակցի հանրահավաքներին, ոչ էլ որևէ մեկին ձայն կտա։ Հավատում եմ։ Տեսնենք ինչ կլինի։ Եթե չանի, շատ ավելի վատ իր համար։ Եվրոպայի աշխարհներն են, բայց եւ հրապարակային հայտարարում, որ Եվրամիության Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Այո։ Ինչու գնացին ձեր ընկերները։ Ուղղակի, չգիտեմ, ամաչում են կամերաներից։ Խուսափում են երևալ ԲՀԿ-ի։ Չէ, եթե այստեղ են հաստատ չեն խուսափում, պարզապես չեն սիրում նկարահանել։ Հասկացա։ Ծանոթ եք ինչ է առաջարկում պարոն Ծառուկյանը։ Ամեն ինչին ծանոթ եմ, այսօր եկել եմ սատարեմ, որ ամսի 7-ին մերժենք այս իշխանությանը, չգիտեմ ինչի տարիներ առաջ բոլորս սխալ քայլ արեցինք։ Անվտանգության ոլորտում ինչ է առաջարկվում։ Առաջարկում է խաղաղ ապահով Հայաստան բոլորիս համար, որ այս տարիների Ինչպես է այդ խաղաղությունը ապահովելու գիտեք։ Ինձ թվում է իրանք արդեն իրանց գործի վարպետն են լավ կանեն, չեմ կարող այդպես ասել։ Ոչ մեր երեխաների այրան գնով։ Մենք արդեն ունենք կորուստներ Նիկոլի ժամանակ։ Հիմա էլ չենք ուզում ունենանք։ Համենայն դեպս ոչ մեր երեխաները այրան գնով։ Մենք վստահում ենք ամեն ինչ լավ կլինի։ Ծանոթ եք ծրագրին։ Իհարկե։ Ինչ է առաջարկվում անվտանգության ոլորտում։ Ես քաղաքականությանը չեմ մասնակցում, ես պարզապես հարգում եմ Ծառուկյանի կատարած աշխատանքը հատիսի գագաթին Հայաստանը մեծ կառույց կառուցելու ամբողջ աշխարհով հայտնի դարձնելու համար։ Մնացածին չեմ կարող ասել։ Նախընտրական ծրագիրը չեք կարդացել։ Ես քաղաքական հարցերից մի տվեք։ Ես պարզապես մի քիչ լիրիկ մարդ եմ։ Իմ հոգեվիճակը այն բանն է, որ ես սիրում եմ ամեն մի կատարած լավ գործ, որը իմ Հայաստանում է։ Խնդրեմ։ Ես սոցիալական խնդիրներ Բարև ձեզ, ծանոթ եք պարոն Ծառուկյանի ծրագրին։ Բարև ձեզ։ Մասնակից Փաշինյանի չեք խուսափում։ Չենք ուզում վակի։ Չեք ուզում կիսվել ձեր աջակցությամբ։ Չէ, չենք ուզում, շնորհակալություն։ Մասնակից եք։ քաղաքական շահերին Բարև ձեզ, ծանոթ եք նախընտրական ծրագրին։ Ոչ։ Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Ինչպես։ Մասնակից եք, ծանոթ եք ծրագրին։ Անվտանգության ոլորտում ինչ է առաջարկվում։ Չգիտեմ ճիշտն ասած ոնց բացատրեմ ձեզ։ Կարդացել եք։ Չեմ կարդացել, չէ։ Դա ինչպես եք ընտրություն կատարելու։ Ընտրություն պետք է կատարեն որպես լավ մարդ, որպես ճշտախոս։ Ճիշտ դիրքեր բռնել, քաղաքի ժողովրդի նկատմամբ, մտածում ժողովրդի մասին։ Հետը։ Բարև ձեզ, ծանոթ եք ծրագրին, նախընտրական ծրագրին ծանոթ։ շանս ընդունելու ժողովրդի կամքը։ Բա ինչպես եք ընտրություն կատարելու։ Հեռանալու առանց ցնցումների։ Մենք որոշենք։ Դու բոլորի Բարև ձեզ, ծանոթ եք Բարգավաճ Հայաստան Կուսակցության ծրագրին։ Չեմ խոսում։ Բարև ձեզ, ծանոթ եք ծրագրին։ Ծանոթ եք։ Ամեն ինչն է ծանոթ։ Անվտանգության ոլորտում ինչ է առաջարկվում։ հետևաբար Բարև ձեզ, ծանոթ եք Բարգավաճ Հայաստանի ծրագրին։ հունիսի Ծրագիրը արտահայտվում են, հիմա խոսում են ծրագրի մասին, ամեն ինչը տեղյակ ենք։ Մեր նպատակն է, որ մենք գանք բոլորի մեջ այս ատելությունը դուրս անենք, դրա համար հավասարություն։ Հայերի համար էսի Հայաստանի հայրենիքն է մեր, բոլորս պետք է կարողանանք կազմակերպենք ատելությունը, եսասիրությունը, վատ տրամադրվել է հանենք մեջից, մենք բոլորս այն պետք է հարգենք, սիրենք, որ այս դժվարության մեջից դուրս գանք։ Բարև ձեզ, հանրահավաքին եք մասնակցում։ Այո։ Ծանոթ եք ծրագրին։ Բարև ձեզ, եկեք ԲՀԿ ծրագրից խոսենք։ Խոսենք ԲՀԿ ծրագրի մասին։ Թողեք լսում ենք։ ԲՀԿ ծրագրի ծանոթ եք։ Ցանկություն չունեմ խոսալու։ Բարև ձեզ, եկեք ԲՀԿ ծրագրի մասին խոսենք, ինչն է ձեզ դուր գալիս։ Հայաստանի Հանրապետության արտաքին
Բարև ձեզ։ Եկեք ԲՀԿ ծրագրից խոսենք։ Ինչն է ձեզ դուր գալիս։ Ամեն ինչը Ինչ եք։ չի գալի, ամեն ինչ։ Անվտանգության, ուր եք անվտանգության ոլորտում ինչ է ձեզ գրավում։ Լավ, ես չեմ սիրում։ Բայց ինչու հեռացա։ Բարև ձեզ։ Եկեք ԲՀԿ ծրագրից խոսենք։ Ձեզ ինչն է գրավել։ Պարոն Ծառուկյանի բոլոր ծրագրերը ինձ դուր են եկել 3 միլիոն վարկերի մասին խոսքը, նաև ուսանողների համար անվճար կրթությունը, ինչպես նաև հանրակացարանների կառուցումը։ Անվտանգության ոլորտում գիտեք ինչ է առաջարկվում։ Չեմ հիշում, չէ։ Ինձ հետաքրքիր էր իմ եւ ապագա երեխաների ուսանողության հետ կապված դրանք եմ հիմա հիշում։ Իսկ ինչու գնացին ձեր ընկերները, ինչու խուսափեցին։ Եսի։ Թաքուն են եկել ԲՀԿ։ Ոչ։ Պարզապես որ գնացին տպավորությունը Չեն ուզում ուրեմն խոսել։